ընտանիքի օրը, հա, այսօր մայիսի 15-ին տրամաբանական էր, որ հյուրերի ընտրությունում մենք կողմնորոշվեինք շատ արագ եւ հասկանանք, որ ստուդիան պիտի ընտանիք լինի։ Եվ մենք կատարեցինք մեր առաջադրանքը, որովհետև հենց հիմա ստուդիայում մենք ունենք հոյակապ հյուրեր, դերասան Կարլոս Մուրադյան եւ նրա կինը Յանա Մկրտչյան, բարև ձեզ։ Բարի լույս։ Գիտեք, մենք ավելի շատ ոչ թե ընտանիքի, նաեւ ընտանիքի եւ բիզնեսի մասին ենք խոսում։ Մի ընտանիքի եւ մի բիզնեսի պատմություն, այդպես կարող ենք անվանել մեր հանդիպումը։ Բանն է, որ ընտանիքը ինքն իրենով հոյակապ կառույց է այն առումով, որ կին եւ տղամարդը մեկը մյուսին լրացնելով մի ընդհանուր գաղափարի շուրջ կարողանում են գալ ընդհանուր հայտարարի եւ ձեր դեպքում դա աշխատել է, որովհետեւ Վանաձորում արդեն երկրորդ հյուրատունն եք սարքում եւ պատրաստել եք եւ զբոսաշրջությունն եք Վանաձորում զարգացնում, շատ կուզենայինք, որ նախ եւ առաջ պատմեիք ինչպես եկավ այդ մտահղացումը, ում միտքն էր դա։ Ես ավելի շատ վստահ եմ, Կարլոս, որ դա Յանայի մտահղացումն է եղել։ Ասեմ ավելի, Յանային էլ չէ։ Յանայի մտահղացումն էլ չէ։ Իհարկե շնորհակալություն հրավերի համար, ընտանիքի երրորդ անդամը գնաց շոկոլադի հետևից, երևի հույս ունենք կմիանա մեզ։ Գաղափարը բիզնեսի եւ ընդհանրապես հյուրատան եւ գլոբալ առումով Վանաձորում դա անելու եւ այնտեղ իրականացնելու հիմնականում Յանայի ընտանիքի այնտեղ լինելու փաստներ եւ այնտեղ ունենալ հին Ղարաքիլիսայի հայկական հին ավանդական տուն, որի վրա կառուցվել էր գաղափարը եկել էր Յանայի ծնողներից հիմնականում ու այդ տունը վերածվեց հյուրատան, որտեղ հետո մենք մեր մասնակցություն ունեցանք, փորձեցինք, զարգացրեցինք, մեծացրեցինք եւ նախորդ տարի, նախորդ ամռան ավարտին նաեւ նոր մտահղացում ունենք Սարերում Մայմեխլերան ստորոտին կառուցել Վանաձոր գետի ափին, տենց կտրված մի վայրում, բնության գրկում, կառուցել երկրորդ հյուրատունը, որը ինքնին արդեն գրավիչ էր իր դիրքով, վայրով, տեղով։ Գաղափարը շարունակեցինք մենք ավելի շատ, ոչ թե ինքներս մտահղացանք։ Շատ հետաքրքիր Երևի ավելի շատ բիզնեսի մասին հարցեր կտա, ես ավելի շատ ընտանիքի, քանի որ այսօր եւ ընտանիքի օրն է, եւ կլիմայի միջազգային օրը, եւ կարծում դա պատահական չէ, նույնիսկ կապեցի Լարիսա Դոլինայի երկի հետ, ամենակարևորը տանը կլիման է, մթնոլորտը, եւ հասկանալի է, որ իհարկե դա երկուսով են ստեղծում այդ տան մթնոլորտը, հաշվի առնելով, որ դուք դերասան եք, իսկ չկա ընտանիք, որտեղ փոքրիկ, այսպես անհամաձայնություններ անվանենք, չլինեն, ինչպես եք լուծում։ Դուք դիմում եք դերասանական հնարքների, թե դուք ներողություն չգիտեմ ձեր մասնագիտությունը, գուցե դուք ձեր մասնագիտական հմտություններին, ինչպես եք ապահովում տան կլիման մթնոլորտը։ Ներկայանաս դու էլ պատասխանես։ Ի վերջո դերասանը բարետես տղամարդ, այնտեղ նկարահանումների ժամանակ կարող են բաց տեսարաններ լինել, դե մասնագիտությունն է պահանջում, այդ Յանա ինչպես եք այդ ալիքներին դիմադրում։ Փոքրիկ բան, կյանքում դերասանական հմտությունները աշխատում եմ չկիրառել։ Բայց դա ինձ թվում է բարդ է, որովհետև ի վերջո մարդու երկրորդ էությունն է, չէ՞ մասնագիտությունը։ Համաձայն եմ։ Իրականում հետաքրքիր հարցեր, բայց Կարլոսի դերասան լինելը երբևիցե մեր ընտանիքում կոնֆլիկտի առիթ չի եղել։ Մենք երկուս էլ երևի ինչ-որ իմաստուն մոտեցում ենք դրան ցուցաբերել, ինձ համար որևիցե իր կարիերայում եւ դերասանական գործունեության մեջ տեսարան, դեր, կերպար, դրանք մեզ համար խնդիր չեն եղել առհասարակ։ Մեր խնդիրները, եթե լինում են, դրանք ավելի աշխարհայացքի մասին է, ճիշտ ասած, մեր տեսակետների, կյանքի վերաբերմունքի, բայց երկուսս էլ շատ կարող եմ ասել հանգիստ ենք կարողանում թե վերլուծել եւ
առաջ ընթանալ, որովհետև ամենակարևորը մեր հարաբերություններում, որ ես շատ եմ գնահատում, բացի սերը, հա, այդ ստանդարտ այսպես ասած հարգանքը դա ընկերությունն է։ Մենք շատ լավ ընկերներ ենք, մենք միասին շատ լավ ժամանակ ենք անցկացնում եւ ամենակարևորը շատ հետաքրքիր ճամփորդության ընկեր է Կառլոսը։ Դրա համար այդ համատեղ ընկերությունը եւ սերը շատ օգնում է։ Կարծում եմ, որ մանավանդ երկարաժամկետ հարաբերություններում արդեն, երբ որ սերը տրանսֆորմացիայի է ենթարկվում, ընկերությունը դառնում է առաջնահերթություն համենայն դեպս մեր հարաբերություններում իմ կարծիքով։ Ու բիզնեսն էլ շատ օգնում է բիզնեսին, որովհետև մեր ճաշակը, մեր կյանքի հանդեպ վերաբերմունքը շատ նման է։ Բայց պետք է տարանջատել ընտանիքը բիզնեսից, թե դա այսպես մեզ մոտ միաձուլվել է։ Ես չգիտեմ, միգուցե եւ պետք է աշխատանքները ամեն մեկն էլ ունենա իր սեփական ուղին, մենք ունենք, ես ունեմ իմ առանձին աշխատանքային ուղին, բացի ընդհանուր բիզնեսը, Կառլոսն էլ ունի իր դերասանական կարիերան եւ մենք դրանք աշխատում ենք խառնել, բայց նաև առանձին ունենալ սեփական ընկերական շրջապատը, սեփական կարիերան եւ մասնագիտությունը։ Դրանք առանձին են, բայց բիզնեսն ընդհանուր է, բիզնեսն ընտանեկան է, թե իմ ծնողների մոտ եւ ստեղծվել է որպես ընտանեկան բիզնես 2006 թվականին եւ շարունակվել է։ Մենք էլ հիմա զարգացնում ենք ու հուսով եմ, որ եթե ամեն ինչ լավ լինի մեր երկրում, հուսով եմ, որ լավ կլինի, մենք դեռ կզարգացնենք եւ կանգ չենք առնի կփորձենք մարզում արդեն Վանաձորից դուրս Լորվա մարզում եւս մի քանի հետաքրքիր պրոյեկտներ ստեղծել, այո, պրոյեկտները մեր գլխում միշտ կան եւ մեր պրոյեկտները մեր երազանքներն են, որոնք փորձում ենք միշտ իրականություն դարձնել։ Ես ճիշտ եմ հասկանում, առաջին հաջողած պրոյեկտը հյուրատան ռեսուրսներ ստեղծեց ֆինանսական, որ երկրորդը նախաձեռնեք, թե զուգահեռաբար ֆինանսավորեցիք, երկուսն էլ այդպես զարգացրեցիք։ Չէ, առաջինը 2000 մյուսը եկավ, հա։ Առաջինը 2006 թվականին է ստեղծվել շատ ստանդարտ որպես մոդել bed and breakfast, մահճակալ եւ նախաճաշ, դա Հայաստանում նորաստեղծ զբոսաշրջության տեսակ էր, այսպես ասած, ծառայություն զբոսաշրջության ոլորտում եւ առաջիններից էր Հայաստանում 10 նման bed and breakfast ստեղծվածներից մեկը մեր տունն էր։ Ոչ, դա երկար տարիներ աշխատել է եւ մենք ինչպես նշեցինք 1 տարի առաջ է որ սկսել ենք նոր հյուրատան ստեղծումը եւ գաղափարը։ Առաջ ավարտել ենք, կարելի ասել, շինարարություն եւ այդ 20-21 թվականից սկսել ենք ինչ որ իրան մի քիչ մասշտաբային մոտեցում ցուցաբերել, բացի այն լոկալ քաղաքի կենտրոնի հյուրատնից, ունենալ նաեւ ալտերնատիվ ինչ որ հանգստի եւ չգիտեմ, туриզմի զարգացման Կառլոս, Երևանում եք ապրում դուք հիմնականում, թե մենք ապրում ենք բիզնեսի մոտ, չգիտեմ հիմնական որտեղ ենք ապրում, բայց հիմնական մասը լինում ենք Վանաձորում, նաև ելնելով մեր երկուսիս գործից աշխատանքից, նաև Երևանում մի մասը, ամսվա մի մասը կարելի ասել մի քանի օր է Երևանում, հիմնական մասը դպրոց է գնում։ Երեխան դեռ մանկապարտեզ է գնում, բայց 4 տարեկան է, հա, ինչպես է լինելու այդպես։ Դե հիմա ճիշտ ասած, դա քննարկում ենք, թե երկու տարի ունեք։ Ես որպես մարզեցի, որպես վանաձորցի, կուզեմ խոսել նաև երեխաների Երևանում եւ մարզում լինելուց շատ կարևոր է իրականում։ Եվ կա տարբերություն։ Կա տարբերություն, էապես։ Մենք Վանաձոր, մենք ապրել ենք Երևանում մինչև 2020 թվականը մեր կյանքի 99%-ը եւ երբ որ Արնոն ծնվեց, այդպես ստացվեց, որ համ բիզնեսի զարգացումը, համ գաղափարը, համ շինարարությունը եւ երեխայի ծնունդը եւ կ ូវ իդը համատեղվեցին, այո։ Թվականին լուրջ խնդիրներ եւ պատերազմներ, այսպես հատիկ առ հատիկ ինչ խնդիրներ, ուղղակի կյանքը կանգ առավ ինչ-որ մի բան, մենք որոշեցինք ուղղակի ավելի առողջ միջավայր տեղափոխվել բնությանը մոտ եւ երեխայի համար դա լավ կլիներ եւ բոլորիս ու ընդհանրապես այն ամեն ինչով որ մենք զբաղվում ենք ուղղակի կանգ առավ պարզ երկու պատճառներից ելնելով ու
Պատերազմ, COVID։ Այդպես ստացվեց, մենք տեղափոխվեցինք ու հիմնականում կարելի ասել մինչև այսօր ընտեղ ենք, բայց դա չի խանգարում մեր աշխատանքը անելու, ես մի քիչ պրոֆիլը փոխել եմ, իմ մոտ պրոդյուսերական գործունեությունն ավելի շատ եկել առաջնային պլան, քան դերասանի կարիերան, Յանան իր հասարակական գործունեությամբ ամեն դեպքում շարունակում է եւ իր գործը ինչ հասարակական գործունեություն է։ Մասնագիտությունը, այսպես ասած, քաղաքասարակության ծրագրերի կառավարմամբ եմ զբաղվում արդեն երկար տարիներ։ Այս պահին մինչև 20 թվականը ակտիվ զբաղվում էին երիտասարդների ոչ ֆորմալ կրթությամբ, կայուն զարգացման եւ համայնքային զարգացման։ Իսկ հիմա ավելի վերապրոֆիլավորվել ենք համայնքի զարգացում, կայուն համայնքների զարգացում, մենք ակտիվ համագործակցում ենք տարբեր եվրոպական կառույցների հետ, տեղական ինքնակառավարման մարմինների հետ, որպեսզի մեր կազմակերպության պարագայում աշխատում ենք Վանաձորի եւ Լոռվա մարզի տարբեր ենթակառուցվածքների զբոսաշրջություն կլինի, երիտասարդների որոշումների կայացման մասնակցություն եւ այլն, առհասարակ, որպես ակտիվ քաղաքացի։ Դա նպաստում է զբոսաշրջիկների ներգրավմանը հենց ձեր բիզնես, օրինակ ձեր հյուրատուն բերելու։ Մենք գիտեք Վանաձորը ցավոք սրտի, բայց հիմա իհարկե զարգանում է, բայց միշտ հանդիսացել է որպես տրանզիտ քաղաք, գտնվելով Տավուշի, Շիրակի, Լոռվա մարզի կենտրոնում, հյուրերն ավելի շատ այնտեղ գիշերակաց են անում, բայց այցելում են Դեբետի, Կիրճը, Դիլիջան, Տավուշ, Իջևան եւ Գյումրի։ Վանաձորը դեռ որպես քաղաք շատ տեղ ունի զբոսաշրջության ոլորտում զարգանալու։ Եթե օրինակ Դիլիջանում քաղաքը կամ Երևանում քաղաքը զբոսաշրջության ոլորտում զբաղվող բիզնեսներին օգնում է որպես այդպիսին, Վանաձորի պարագայում մեր նման բիզնեսներն են քաղաքին օգնում, այսինքն գալիս են ի սկզբանե բիզնեսի համար, նոր բացահայտում են քաղաքը ու հիմա մենք շատ ենք աշխատում, այո, թե մեր կազմակերպությունը եւ մեր նման մարդիկ, ովքեր որ փորձում են մարզակենտրոն լինել, զարգացնել նաեւ քաղաքի գրավչությունը, այս շատ կարեւոր է։ Դրա համար պետք է լայն համագործակցել տեղական ինքնակառավարման մարմինների, մյուս բիզնեսների, տարածաշրջանի եւ այլ դա։ Այսինքն մենք այնտեղ չենք զբաղվում միայն մեր բիզնեսով։ Իրականում շատ տարբերվում է։ Անկամ գովազդները, երբ որ միացնում ես, մտածում ես միացնես միայն բիզնեսի մասին, թե միացնես այնպիսի գովազդ, որը նաեւ կգովազդի քաղաքի եւ տարածաշրջանի առավելությունները։ Որ մենք նույնիսկ մեր բիզնեսը կամ ինչ որ չգիտեմ մի փոքրիկ լոկալ բանը գովազդելուց չենք կարող կենտրոնանալ մենակ դրա, որովհետև Վանաձորը ինքնին կարիք ունի գովազդվելու։ Վանաձորը չի ասոցացվում Երևանյան կամ չգիտեմ հայաստանյան լայն հասարակության։ Բայց դա նորմալ է, այդպես էլ պետք է լինի, պետք չէ ասոցիացիա։ Բան քաղաքի դիմագիծը պիտի ունենա իր դեմքը, չէ։ Նաև ունի հրաշալի բնություն, որտեղ զուտ ասոցիատիվ մարդու մոտ չկա այդ պատկերացումը գնալ այնտեղ հանգստանալու։ Դրա համար գովազդելուց գովազդում ես այն տեսարժան վայրերը, չգիտեմ, համով ջուրը, օրինակ կասեք, օրինակ Վանաձոր ուղությամբ, այդ ձեր հյուրատների մոտակայքում ինչ հետաքրքիր բաներ կա տեսնելու, որի մասին օրինակ դժոխ մեծամասնությունը մեր ռադիոլսողների չգիտեն, իսկ դուք որպես այնտեղ արդեն հաստատված մարդիկ, վստահ այնտեղ ամեն ինչ ուսումնասիրել եք, գիտեք մանրամասներ եւ բնական է լավ կլինի մի քիչ դրա մասին հիմա խոսեք։ Ամենակարևոր տեղեկացնեք, հա։ Ամենակարևոր ուղղությունը տեսարժան վայրերի այցելման հիմնականում Դեբետի կիրճն է, Վանաձորին մոտ, ամենամոտ վայրերը գտնվող, դա Հաղպատի, Սանահինի վանական համալիրներն են, որոնք ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության տակ են գտնվում, դա Օձունի վանական համալիրն է, Ախթալայի, Հաղպատ, Սանահին, Քոբայր, հա։ Այնտեղ Լորի Բերթը կա, որը որ էլի ցավոք սրտի շատ քիչ խոսացված է նրա մասին, որտեղ միջնադարյան մեծ հսկայական քաղաք է եղել իր ժամանակի համար, մինչև 14-րդ 15-րդ դարեր, բայց Բերթը քաղաքի մուտքը, այսպես ասած, ինքը 3 կողմից շրջապատված է ձորով, կիրճն է, գետի կիրճն է, ու ֆանտաստիկ տեսարաններ են այնտեղից բացվում, կա 12-րդ դարի կիսաքանդի իհարկե եկեղեցի,
մարդկանց կենցաղի մնացորդներ, այդ ամեն ինչը ցավով եմ ասում, շատ լավ ուսումնասիրված չի, այնտեղ իրականացված չեն շատ լայնածավալ հետազոտական աշխատանքներ։ Մենք գիտենք, որ 14-րդ դարում քանդվել է այդ բերդը, բայց ինչի է քանդվել, ում կողմից է քանդվել։ Ընդհանուր լորին բավականին շատ վայրեր ունի։ Հետաքրքիր կոլորիտային գյուղեր կան, օրինակ նույն Դեբետը դսեղը, որտեղ մարդիկ այցելում են ծանոթանալու կենցաղի ու ընդհանրապես տները, չգիտեմ, շատ հետաքրքիր գյուղեր են իրանց դիրքով ամեն ինչով։ Եթե թույլ տաք լրացնեմ, տարիներ առաջ ընտանիքով ու ամանորն էինք դիմավորում Վանաձորում, պարզապես ուղակի ընտրել էինք եւ մի այսպիսի խնդրի բախվեցինք, որ անգամ տեղացիները, վարորդները, տաքսիները չգիտեին բոլոր քար, այդպիսի մի տեղ կար, կարծես անտառի մեջ, շատ մեծ քար էր եւ անգամ ինչ որ վարկածներ կար, գուցե եւ երկնքից էր ընկել, բայց ինքը տեսարժան վայր էր։ Երբ որ ասացինք, որ հյուրանոցը գտնվում է այդ քարի մոտ, շատերը չգիտեին եւ իհարկե եկեղեցիները։ Հին եկեղեցի կար հենց Վանաձորի մեջ եւ նորակառույց, եթե չեմ սխալվում, Գրիգոր Նարեկացի։ Մեզ նաեւ ուղեկցեցին Սրբազանի նստավայր, դարձյալ բավականին տեսարժան վայր։ Ուզում եմ ասել, որ շատ 2-3 օրվա ընթացքում բավականին բան տեսանք եւ շատ ջերմ տպավորություններ կան Վանաձորից։ Վանաձոր քաղաքը մեծ պոտենցիալով քաղաք է։ Ինքը ունի թե քաղաքային ենթակառուցվածք բավականին ակտիվ եւ թե բնության տեսանկյունից դու կարող ես քաղաքի կենտրոնից ընդամենը 10 րոպե ոտքով քայլես եւ հայտնվես Խառնախիտ անտառում։ Հա, Խառնախիտ գետով կենսաբազմազանությամբ լի անտառում եւ նաեւ ունի հետաքրքիր պատմություն, ունի ինքը տնտեսական զարգացման այդ ծանր ինդուստրիալ եւ ծանր ռոքի պատմությունը 60-ական 70-ականների սովետի ժամանակ, որը հիմա փորձում են քաղաքացիները, ակտիվ քաղաքացիները այլընտրանքային ձևով ներկայացնել։ Այո, Վանաձորը ունի Գյումրու եւ Գորիսի եւ Երևանի պես ճարտարապետական պատմություն քաղաքաշինության, բայց նաեւ ունի հետաքրքիր մշակութային պատմություն, որը կարելի է ժառանգությունը ներկայացնել եւ փորձում ենք։ Լորին որպես տարածաշրջան բավականին զբոսաշրջության ներդրումներ իրականացվել են, արդեն դարձել է հայտնի, բայց դեռ Վանաձորը ունի զարգանալու տեղ եւ ինչպես նշեցի, ես կասեմ, որ Հայաստանում աշխարհագրական դիրքը շատ հետաքրքիր է Վանաձորի, այն շատ մոտ է Թբիլիսին, ընդամենը 3 ժամ, 2 ժամ Երևան, կես ժամ Գյումրի, կես ժամ Դիլիջան եւ նաեւ ունի առանձին ճանապարհ դեպի Գեղարքունիքի մարզ, պետք չի գալ Երևան, որպեսզի հասնի։ Այնպես որ հուսով եմ, որ զբոսաշրջության ռազմավարությունը այժմ երկրում զարգանում է եւ Վանաձորն էլ իր հատուկ տեղը անպայման կգտնի այդ ոլորտում։ Կարլոս, Յանա, գլխավոր պատճառներից մեկը ինչու ներքին տուրիզմը չի զարգանում, գներն են։ Ես ոչ միայն ուղղակի համոզված եմ, որ մեծ մասամբ դա է պատճառը, հաճախ կլսես, որ արա դե ընկերներով խոսում ենք, ու գնաս Ծաղկաձոր, Դիլիջան կամ ինչ-որ միտեղ այնպիսի գներ են, հա, որ նույն գումարը ավելի այսպես արդյունավետ կարող ես ծախսել, մի քիչ էլ գումար դնել, օրինակ վրան մի շաբաթ Եգիպտոսում հանգստանալ, կոպիտ ասած, այսպես մի քիչ թեատրված եմ ասում թվերը, բնական է անհամեմատելի են, բայց այն ամենից եթե նկատել եք դուք էլ տեսած կլինեք, թանկ։ Արժեքները բավականին միջակագրական մարդուն հաճախ անհասանելի։ Դե մեկ անգամ ասենք հա, բայց ներքին տուրիզմը զարգացնելու համար ավանդական է պետք դարձնել այդպիսի։ Իհարկե ամենակարևոր փաստերից մեկը ինչի է թանկ, ես հենց նոր էլի թարմօրինակով եմ ասում, նոր եմ ավարտում շինարարությունը, հյուրատան ամեն ինչն է թանկ ու ամեն ինչն է թանկացել, դա մի հատ առանձին խնդիր է, որի մասին կարելի է 5 ժամանոց հաղորդում անել, թե ինչի է տենց ներկրման գներից է, շինանյութից է եւ վերջի այդ կառույցը քո վրա այնց մի հատ կլորիկ գումար է դառնում, որ դու դա վերածում ես օրավարձի գաղափարը ասեմ ու դրան մի հատ էլ ներառում ես սերվիսը կոմունալ ծառայությունները, մաքրություն, աշխատողներ, հետո պատկերացրեք ջեռուցում, այդ մի հատ կատաստրոֆիկ առանձին պատմություն է։
մենք միշտ պահում ենք տակ եւ միշտ պահում ենք մեր աշխատողներին։ Կապ չունի սեզոնը ակտիվ է, ակտիվ չի, ձմեռվա ամենավատ ամիսներին էլ տաքացվում է, ամեն ինչ արվում է ու ունենք աշխատողներին տուն չենք ճանապարհում։ Եթե նույնիսկ ամիսով հյուր չենք ունենում։ Այդ շատ ֆակտորներ կան, որոնք գինը բարձրացնում են։ Այդ ֆակտորներից նաև ելնելով ձեր նշած օրինակ Եգիպտոսում բավականին էժան է ամեն ինչ, որովհետև չգիտեմ, ամեն ինչն է էժան։ Հետո sense մի հատ ինչ որ ջենտլմենական պայմանավորվածության պես ոնց որ մի բան լինի, օրինակ չգիտեմ, Ծաղկաձորում միջին գինը այսքանն է, կամ չգիտեմ, Դիլիջանում այսքանից պակաս ոչ մի վայր չես գտնի, որ sense մի հատ դա շուկան է թելադրում, շուկան, նաև շուկան է թելադրում, նաև տնտեսվարողներն են թելադրում ու չգիտեմ, մենք եթե ունենք տենց մի կառույց, որը որ շատ կուզենա ինչ որ մեկը գար մեզ ասեր, գիտեք ինչ կա 10,000 դրամը նորմալ գին է, սրա համար դուք իրավունք չունեք սրանից ավել բարձրացնելու, որովհետև շուկայական չգիտեմ, ինչ որ մի կառույց, որը որ գիտեմ, վստահ եմ, որ կա այդ կառույցը ուղղակի չգիտեմ, հիվանդ է, պետքա գործի։ Գնագոյացման կառավարում, հարկերի, չգիտեմ, շատ ֆակտորներ կան, որոնք ազդում են գնի վրա։ Ու այո, թանկ է Հայաստանում, այո, ամեն ինչն է թանկ, սկսած լոլիկից վերջացրած հյուրատնով։ Հասկանալի է, դե չէ, լոլիկը կարելի է ի վերջո ինքնուրույն աճեցնել, դրան է պետք։ Եթե գնաճը այսպես շարունակվի, տնտեսվարողները երևի կունենան սեփական նաև փոքր տնտեսությունները, որովհետև այո։ Դա նորմալ է, այդպես էլ պիտի լինի։ Այո, բայց դրա համար մի ամբողջ համակարգի նաև աջակցություն է հարկավոր, ամեն մի տնտեսվարող չի, որ ունի կարողություններ այդ ամենը անելու եւ սպառելու իր բիզնեսում նաև վաճառք կազմակերպելու մի քիչ մեզ մոտ համակարգային խնդիրները տարբեր տեղերում են, միայն տնտեսվարողի հարց չի, նաև պետական ռազմավարությունների առհասարակ Հայաստանում բոլոր ոլորտներում մենք ունենք ռազմավարությունների պակաս, որին պետք է հետևել ցանկացած ոլորտում, նույնիսկ զբոսաշրջության նոր է զարգանում, մենք դեռ 1 տարի է ինչ ունենք զբոսաշրջության վերաբերյալ ռազմավարություն երկրի համար, տարբեր լոկացիաների համար ըստ այդ տարածաշրջանի հետաքրքրությունների ռազմավարություններ են մշակվում։ Կլիմական առանձնահատկությունների ինչու։ Այո, կլիմա, սնունդ եւ կուզեմ նաեւ նշել, որ զբոսաշրջության դանդաղ զարգացման պատճառներից է նաեւ տրանսպորտի ենթակառուցվածքի իսպառ բացակայությունը մարզերի եւ համայնքների միջև։ Եթե դու չունես սեփական մեքենա կամ հասանելիություն տաքսիների, ապա հանրային տրանսպորտով դա կազմակերպելը անիրական է։ Եթե գալիս է արտերկրից զբոսաշրջիկ, դա անհնար է, որ ինքը կարողանա Զվարթնոց օդանավականից օրինակ միանգամից մեկ գիշերվա մեջ հասնի Վանաձոր։ Դրա համար ինքը մի ամբողջ հետազոտություն պետք է իրականացնի կամ կապ է հաստատում տնտեսվարողի հետ եւ մենք դա կազմակերպում ենք, այլապես դա անհնար է։ Խոսեցիք ենթակառուցվածքներից, գիտեք, եթե հաշվետվությունները տեսնենք, կառավարության այնպիսի տպավորություն, որ Հայաստանում միայն դպրոցներ եւ ճանապարհներ են սարքում, այդպես կառուցում եւ պիտի որ շատ բանիմաց, խելացի, շատ ուսուցման նկատմամբ ծառավ եւ քաղաքացիվեցող երեխաների սերունդ մեծանա եւ բոլորը պիտի երթևեկեն շատ հարմար բարեկարգված ճանապարհներով, բայց չենք տեսնում դա։ Եվ միլիոններից ավել տուրիստներ աճ, միայն աճ ենք տեսնում։ Եթե դեմ չեք, հիշենք, որ այսօր ընտանիքի օրն է եւ մեր նախաբանում հանդիպման սկզբում թողարկման ավելի ճիշտ ասացի մի տարբեր փաստեր ներկայացրեցի ընտանիքի մասին եւ կար այսպիսի մի բան, որ եվրոպական մի շարք երկրներում այդպիսի ավանդույթ կա փետրվարի 29-ին կինը իրավունք ունի առաջարկություն անել տղամարդուն։ Սա ուղղակի որպես ինֆորմացիա։ Ես ուզում եմ հարցնել մի քիչ ռոմանտիկայի նոտաներ մտցնենք մեր զրույցի մեջ, ինչպես եք ծանոթացել, ինչպես է եղել ձեր ընտանիքի սկիզբը,
Եթե գաղտնիք չէ։ Փետրվարին շատ կար դեռ։ Ծանոթացել ենք 2006 թվականին, ես նախապատմությունը պատմեմ, դու ավելի ռոմանտիկ լիրիկական մասը կապող ես։ Ռոմանտիկա երևի չկա։ Ծանոթացել ենք 2006 թվականին, 20 տարի առաջ։ հա, 19, հա։ Դրա համար ընկերներ ենք դարձել։ 2006 թվականին Հունաստանում, հիմնական մեր շփում ծանոթությունը մենք նույն ավտոբուսով Երևանից, Հայաստանից 2006 թվականին առանց օդափոխության համակարգի ավտոբուսով Պարի խմբով, ես այն ժամանակ Պարում էի շատ ակտիվ Գեղարդ անսամբլում, մենք վերցրեցինք Վանաձորի Յանան էր պարում։ Ես պատրաստվել էի, որ Վանաձորյան խմբի հետ էի գնում։ Մի քիչ պարում էի։ Չէ, ես ուրիշ Մեր խումբն էր, մենք շարժվեցինք Վանաձորից վերցրեցինք Վանաձորի խմբին եւ ավտոբուսով հասանք Հունաստան։ Իհարկե դժվար ճանապարհ էր, այնտեղ ենք ծանոթացել, այնտեղ ենք այդ մեր ճամփորդական սկիզբը այնտեղ է դրվել։ Փետրվարը չէր, բայց օգոստոսն էր։ Բայց էլի վատ չէր։ Ավտոբուսով Հունաստան 4 օր։ Հետո հետ ենք եկել։ Ու մի այդքան էլ հետ Դրա ենք համար եկել։ Յանան նշեց, որ լավ ճանապարհի ընկեր եք։ Հա, իրականում ոնց որ մենք նաև շատ ճամփորդում ենք ու մեր հարաբերություններն էլ սկսվել է ճամփորդությունից, երևի այդպես սիմվոլիկ շարունակվում է։ Հա, ամեն հնարավոր առիթ փորձում ենք բաց չթողել։ Նոր ենք դրա համար այդ հյուրատան գաղափարը իրականացրել, որովհետև մինչև այդ բոլոր գումարները ծախսում ենք ճամփորդության վրա։ Կոവിഡ്ը Այո, կոവിഡ്ը ստիպեց երեխա ունենալ եւ չճամփորդել, քիչ ճամփորդել։ Դե իդեպ ասեմ, ձեռնելիության բում եղավ COVID-ի տարիներին, նորմալ է, մարդիկ տանն էին, բայց նաև շատ եղան բաժանություններ ընտանիքների։ Ճանաչեցին իրար։ Որովհետև շատ զույգեր փաստորեն իրենց տարիների ընթացքում ու ամուսնական կյանքի այդքան շատ ժամանակ մեկը մյուսի հետ չէին անցկացրել, վեճեր առաջացան, տարաձայնություններ, այդ թվում նաև քաղաքական հողի վրա եւ այլն եւ Շատերն է շուն ունեցան, որ շատ գոնե կարողանան դուրս գան, չէ՞։ Հա, ճիշտ եք ասում, արկելքներ կար եւ շունը դա այսպես այցեքարտ էր հնարավորության դուրս գալու։ Հա, եւ մի կողմից ստացվեց, որ սա յուրատուկ ընտրություն էր բնական այդ COVID-ը, այսինքն երբ որ մարդիկ սահմանափակված էին տեղաշարժում եւ շատ ժամանակ սկսեցին իրար հետ անցկացնել, մնացին կայուն ընտանիքները, դրանք, որոնք այսպես խալխլված էր տեղից էլ ինչ-որ խնդիրներ ունեին, նրանք կարծես բաժանվեցին, ցավոք։ Վերադառնալով նորից ընտանիքի կարևորությանը եւ այլն, այդ դուք նշեցիք, որ վերածվեց, փոխակերպվեց մեր սերընկերության, դե այդպես է, չէ, ասում են բիոքիմիան 3 տարի է պահպանվում, այդ գիրք կոչվածը մեկը մյուսի նկատմամբ այդ կրքային զգացողությունները, դա չի նշանակում, որ հետո վերանում են, չէ, դա մնում է, բայց այստեղ շատ հետաքրքիր բան է, որ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ որպես կանոն կանայք տղամարդկանցից ավելի շատ են ուզում, քան նրանք կարող են տալ, իսկ տղամարդիկ քչին են համաձայն եւ այդ բավական է, որ նրանք սիրեն, դուք դրա հետ համաձայն եք, թե չէ։ Սիրո կենցաղում թե սիրո մեջ։ Չէ, ընդհանրապես ընտանիքում, հա։ Դե այո, կանայք գոնե թե իմ փորձում ավելի պահանջատեր են այս կյանքից բոլոր ոլորտներում։ Ես էլ եմ այդպեսին, ես քչով, այսինքն ես ընդհանուր կյանքից շատ բավարարված եւ շնորհակալ եմ։ Նաեւ դա պետք է անպայման հասարակությունը եւ զույգերը հասկանան, որ երջանկությունը ինչ որ մի բանի հետևից վազել չի, այլ տեսնել այն ինչ ունես եւ գնահատել եւ շնորհակալ լինել։ Դա մի քիչ դժվար է տրվում ներկայիս սերունդերին ցավոք սրտի։ Բայց այո, ինչ որ ամբիցիաներ կան, որոնք ավելի ակտիվ են կանանց մոտ, քան տղամարդկանց։ Տղամարդիկ Շատ ավելի հանգիստ են, զուսպ են, ավելի զուսպ են, այո, իրենց ցանկությունները կարող է էմոցիաներում են ավելի զուսպ, չեմ կարող ասել, բայց երբ որ տղամարդ ինչ որ բաներ չի անում, կինը կարող է նեղվել։ Երբ որ կինը ինչ որ բաներ չի անում, տղամարդիկ դե հարմարվում են էլի, չէ, այդպես է։ Դե երևի, հա։ Մենք ավելի բզող ենք։
Ես այդպեսին եմ, այո, ես բզով եմ, այո։ Ինչ որ բայց ասեմ դեր բզելը նայելով Կարլոսին շատ լավ է արադառնում, որովհետև այսպես թու Մենակ մազերն ա թափել մտածող խելացի տղամարդու տպավորություն է թողնում բոլոր դեպքերում պիտի նշեն։ Շնորհակալ եմ։ Լավ կինը լավ բան է, ինչ խոսք։ Իսկ ինչ որ բաղադրատոմս պայմանական ասած որևէ խնդիր հաղթահարելու համար ինչպես եք հումորով եք հաղթարում երգով կամ նստում խոսում եք զրուցում եք միմյանց հետ Ֆիլմ եք նայում քննարկում եք համաձայնում Կիրառում ենք բոլոր հնարավոր մեթոդները հիմնական մենք շատ ենք վիճում չենք կարող ասենք որ մենք չենք վիճում ամեն ինչ մեր մոտ հրաշալի է շատ ենք վիճում շատ անհամաձայնություններ ենք ունենում բայց այդ շատ կարճ է տևում այդ տևում է ժամեր կամ մաքսիմում մի օր մենք չունենք տենց բան չենք խոսում իրար հետ շատ կարևոր է երեք կարող է անենց մի հատ շատ անհամաձայնության կամ անենց մի հատ պատմություն դառած թեմա լինի, այսօր արդեն նորմալ է, որովհետև հիմնականում վեճերն ու խնդիրները լինում են ինչ որ իրավիճակի կամ երևույթի կամ ինչ որ հարցի շուրջ անհամաձայնությունների, որոնք չեն տանում ծանր տեղ, այսինքն անվերադարձ վեճեր կամ չգիտեմ, տենց խնդիրներ հիմնականում չեն լինում Այո, հաճախ վիճում ենք, կիրառում ենք բոլոր մեթոդները, թե ֆիլմ ենք նայում, թե ցախ եմ կոտրում, թե Չէ, տանուի։ Ցախ կոտրելը Որ մեկ ասի մածունը սև է եւ մյուսը ինչ է անում այդ ժամը համաձայնվում է թե ապացուցում է որ սև չի Դրում ենք։ լինում է ու այդ դեպքերն են, որտեղ այդ պահին ուղակի բացատրություն պետք չի, դու վստահում ես այդ մարդուն կամ վստահում է ինձ Եթե այդ պահին պետք է մածունը սև լինի, ուրեմն սև է։ Այդ էլ խնդիր չի, այդ մոտեցումն է հարցին։ Ես ուրեմն վստահում եմ դիմացինին, եթե ինքը գիտի այդ պահին տենց է պետք, նույնն է լիանան, ուրեմն տենց է արվում։ Ինչպես եւ շատ ընտանիքներում ես հարցրել եմ ընկերներից էլի անձնական փորձից կարող եմ ասել ես հիմա դժվարությամբ եմ հիշում այն ժամանակները եւ երեխաները դեռ չկային մենք ես մոռացել եմ մեզ հա միջև երեխաները սնունդը այդպես է լինում չգիտես ինչու դա դառնում են այնպես կարծես միշտ եղել են չնայած դա ամս տարիքին դա ընդամենը 4 տարի առաջ է եղել ձեր դեպքում ինչ փոխվեց ձեր ընտանիքում ընդհանրապես ինչն է ձեր կարծիքով ընտանիքում փոխվում երեխաների ծնունդից հետո այո հետաքրքիր կլինի լսել ձեր պատմությունը համենայն դեպս հիշում եմ որովհետև ինչպես նշեցի մեր կյանքը 2006 թվականից այսպես կապվել է դուք հասցրեցիք առանց երեխաների այո մենք առանց մենք դեռ մեկ երեխա ունենք եւ ոնց որ մենք համարվում ենք արդեն մեծ տարիքով ծնողներ ու 2006 թվականից մինչև 20 թվականը վայելել ենք մեր երկուսով մեր կյանքը լիարժեք որպես երիտասարդ զույգ իրականում մենք ունեցել ենք շատ հետաքրքիր բազմազան բոլոր փուլերով անցնող կյանք բանակ ճամփորդել կռվել բարիշել միասին ապրել եւ այլ մենք ոչ ստանդարտ հայկական զույգ ենք իրականում եղել այդ ու Երբ որ մենք պատրաստվում էինք, ես մտովի պատրաստ էի, երբ որ երեխա էինք պատրաստվում ունենալ, մտածում էի, որ շատ երկար ժամանակ կարող եմ հրաժարվել արդեն, որտեվ կյանքից բավարարված էինք որպես զույգ, այն բոլոր հաճույքներից, որը որ մենք անընդհատ դրա մեջ ենք եղել եւ կարողացել ենք իրականացնել ու այդպես էլ եղավ ավելի կյանք ավելի դարձավ ավելի հանգիստ եւ մի քիչ ավելի պասիվ հա նստակյաց էլի փորձում ենք անել բայց հաճախականությունը իհարկե շատ ավելի քիչ է քան մինչեւ երեխան դե երեխան իհարկե պատասխանատվություն է նաեւ ուրիշ պատասխանատվություն է եւ ամենակարևորը մեր Եվ ինձ համար դա սիրո անմնացորդ սիրո ինչ որ աղբյուր է, որը միշտ կա եւ երջանկության։ Եվ այդ սերը տալու։ Այո, տալու եւ ստանալու։ Մենք շատ ենք Արնոյին սեր տալիս եւ փոխադարձ շատ ենք ստանում, չենք խնայում։ Իրար սիրելը ու այդ շատ կարեւոր է խորհուրդ եմ տալիս, որ երեխաներին
անմնացորդ սիրել եւ ի պատասխան հազարապատիկը կստանաք։ Երեխաները դրա շատ մեծ ներդրում է, ապագա։ Այո։ Վերջո այն սերը, այն քանակը սիրո, որ դուք ներդնում եք երեխայի մեջ, մի օր դուրս է գալու եւ վերադարձվելու է։ Դա այդպես Իսկ հիմա այդ սկզբանե վերադարձվում է այն, եթե այդ սերը ճիշտ տալիս ես, նաեւ շատ հետաքրքիր եւ գեղեցիկ կերպով հետ է ստանում եւ օրդ դրական էմոցիաներով է լցվում միշտ անկախ բոլոր խնդիրներից։ Սիրով լցված երեխան ում հոգեբանորեն չեն մեղադրել իր գոյության կամ իրան խանգարելու ծնողների հարաբերության մեջ, ում մանկական տրավմաները մինիմալ ես հասցնում, մենակ սեր ես տալիս, սեր ես ստանում, լավ կրթություն, լավ ապագայի հիմքեր ես ստեղծում իր համար, ինքը պիտանի է նաև հասարակության համար։ Իհարկե մեկը քիչ, հա։ Այդ իմ ծնողներին հիմա մեծ հավանականություն որ էգոիստ կմեծանա, եթե մի երեխա է, որովհետև հա լկստում է, որովհետև հա վայելում է երկկողմանի սեր եւ այսպես մենաշնորհային կարելի ասել։ Ինքը շատ հոգատար է նաև մյուսների նկատմամբ։ Ինքը չգիտի ագրեսիան ինչ է, նույնիսկ առաջի դեպքը ինքը որ տեսավ ինչ որ մի երեխա կարա ինչ որ մեկին ցավացնի, ինքը չէր պատկերացնում, չէր տեղավորվում իր գիտակցության մեջ, թե ոնց կարա մարդուն ինչ որ չգիտեմ։ Հա, բայց դա էլ ախր իմիջիայլոց հոգեբանները ասում են, որ այդպես է չի լինի, որովհետև շատ նման է բուդդայի պատմությանը։ Եթե հիշում եք բուդդային էլ այսպես կոպիտ ասած բամբակի մեջ էին պահում եւ նույնիսկ ասում են, երբ որ պալատական այգիում թրջունները երկող սատկում էին, շուտ փոխարինում են մեկ ուրիշով, որ երեխան չիմանա ինչ է, մահը, ցավը, զրկանքը եւ այլն, մի օր պալատների դուռը բաց է մնում, դուրս է գալիս եւ տեսնում է այդ շուկայում տարբեր տեսակի հիվանդ մարդկանց, տկար, աղքատներ եւ այլն, եւ այդ ցնորքի մեջ վերցնում է եւ դուրս է գալիս ճամփորդության, որը ի վերջո այսպես հանգուցալուծում է բուդդիզմի ստեղծմամբ, լավ այսպես ասեմ։ Պետք է ձևավորվի հասարակության մեջ իր բոլորներով եւ մինուսներով։ Այդ պատրանքը պիտի չափավոր լինի։ Չէ, իլյուզիայի մասին չի խոսքը, սիրո, ուղղակի սիրո մասին է խոսքը, բայց պետք չի իհարկե կտրել իրականությունից, որտեվ իրականության մեջ լինել, գիտակցել որտեղ ես դու, շատ կարեւոր է, այո, կայուն հոգեբանության համար։ Երեխայի անունը ներողություն, փոքրիկ ճշտում ավելի քիչ հանդիպող է, ի պատիվ կոմպոզիտորի թե գեղեցիկ անուն է, դե ֆրանսիական ծագում ունի։ Անվան ընտրությունը սենց մի հատ միքս է, նախ սենց որպես գաղտնիք եւ մեր այդ անձնական թեման է, Արնոն նախագծվել է եւ ստեղծվել է Արնո գետի ափին Ֆլորենսում։ Առաջի պատճառներից մեկը, երկրորդը իհարկե Բաբաջանյանի ֆակտորնայի պատիվ Բաբաջանյանին ինչ է դակրկիր բացահայտում էր։ Համագետի մասին մոռացել համատեղ անուն է ինքը, հետո որ սկսում ես մտածել, ասենք, չգիտեմ, Արնո, ինչ որ ուժեղ է, լավ է հնչում, առաջի տառը, ինչ որ դա քիչ հանդիպող անուն է։ Ի տարբերություն Արմեն, չի լինի կրճատել, փոխակերպել, հա։ Հետո որ ես անձամբ իմ համար լսում եմ այդ անունը, ասենց մի հատ դուրս գալիս է։ Այս հարցում իհարկե շատ տարբեր կարծիքներ կարող են լինել, բայց ես 4 տառանի անունները շատ եմ սիրում։ Կարճ, չես կարող կրճատել։ Իսկ փաղաքշական տարբերակ չունի։ Արնոիկ։ Արնոյը վերջ։ Չէ, Արնոյա։ Շնորհակալություն շատ, որ եկաք։ Մենք ենք շատ շնորհակալ, սեր, հարգանք, ընկերություն, թող անսպառ լինի ձեր ընտանիքում, շատանակ, մեկը մյուսի գլխից անպակաս լինեք։ Միասին լինեք, միուղությամբ նայեք, մի թեպետ տարբեր կարծիքներ կարող եք ունենալ, կարող եմ անվերջ շարունակել, դա մասնագիտական է, բայց սրտանց, իսկապես, դուք արժանի եք, որովհետև շատ ճիշտ եք ամեն ինչ արել, նախ եւ առաջ փորձության եք ենթարկել միջև երեխայի ծնունդը ձեր հարաբերությունները երկար տարիներ, տեսել եք, որ չէ, ոնց որ ստացվում է, եւ կարելի է արդեն մտածել երեխաների մասին, շատ
կարելի ասել օրգանական է զարգանում այդ ձեր սիրո պատմությունը, ընտանիքի պատմությունը եւ ես սրտանց դες ցանկանում դա շարունակվի մի հատ էլ լավ խորհուրդ բիզնեսի հիմա շատ տարածված է աշխարհում մեծ քաղաքների բնակիչները դետոքս են անում թվային գնում են հեռավոր տեղեր որտեղ չկա Wi-Fi 4 5G եւ այլն ուղղակի առանց գadgetների գալիս են, հա, ձեզ մոտ էլ է այդպես է, թվային դետոքս է կոչվում, իմիջիալոց պահանջված բան։ Ֆիզիկական դետոքս էլ կարող լինի, որտեղ այնտեղ մենք հրաշալի սնունդ ենք մատուցում։ Ձայնային ականջների մասաժա 24/7, որովհետև գետի եւ թռչունների ձայնը հասկանալի սնունդը ambient մաքուր ինչ ասեմ, սարի սնունդ, որից մենք շատ ենք հերվածել։ Դա իր ձևի մի դետոքս է նաև։ Ընտանիքի օր այսօր մենք ունեցանք գեղեցիկ ընտանիք եւ փոխաբերական իմաստով այո։ Շնորհակալ եմ։